Միջազգային օրենքը փոխարինվեց կանոններով։ Կանոններ, որոնք հաստատում էր Միացյալ Նահանգները։ Հիմա քիչ եկավ այն բանին հասավ, որ Ռուսաստանը ոտքի կանգնեց, մանավանդ հիմա Ուկրաինայից հետո նրա բանակը այն տեսակ փորձ է ձեռք բերել, այն տեսակ մակարդակի զենք ունի, որ թերևս աշխարհում ամենաուժեղ բանակն է։ Չինաստանը հզորացավ եւ դարձավ տնտեսական արդեն դժվար է ասել երկրորդ ուժն է թե առաջին։ Հնդկաստանն է սրանթած զարգանում, Բրազիլիան է հզոր ուժ, այսինքն դու չես կարող նրանց պարտադրել քո կանոնները։ Տեսնում ես Տրամպը փորձում է այդ բաները, սանկցիաները մտցնել բան, բայց արդեն չի գործում կամ կիսատ պրատ։ Այս առումով շատ նման է էլի խորհրդային միության փլուզման պահերին, այդ մոմենտը կա։ Դրա համար Տրամպը հասկանում է, որ Չինաստանը լուրջ հակակշիռ է իրան եւ հակառակորդ, բայց ըստ երևույթին Տրամպը այդ իր կարգախոսներով ուզում է Չինաստանին նախ եւ առաջ տնտեսապես իջեցնել, այսպես ասած, դառնալ թելադրող այդ հարցերում։ Ռազմականը ուժեղ է դեռ Միացյալ Նահանգները, բայց ինչպես համ դեմոկրատիայից խոսես, համ ուրեմն այդ մարդկանց վրա 100%-անոց տարիֆներ նշանակես եւ այլն։ Այս բայերը կա, բայց ինձ թվում է, որ Տրամպը եւ իր թիմը լուրջ այդ հարցերով մտածում են։ Եվ եթե հաճախ Տրամպը այս տեսակ հայտարարություն է անում, մատե թափ տալիս, չէ, ինչ որ ժեստեր ունի, պարում է, էս է անում, այս բոլորը ինձ թվում է քողարկում է, այսպես ասած, այդ խորքային պետության մոլորեցնելու, ինչ որ չթողելու, որ նրանք բան եւ ինձ թվում է արդեն եկող տարվա ընտրություններից հետո միջանկյալ ընտրություն է կոչվում դա, եթե Տրամպը հաղթի կոնգրեսի ընտրություններում եւ սենատի, չէ, մեծամասնություն մնա, նա արդեն էլ այդ տեսակ ուրեմն կիսատ պրատություններ չի անի, նա արդեն մանավանդ որ մնում է ընդամենը 2 տարի, նա արդեն վճռական իր քաղաքականությունը առաջ կտանի։ Թե ինչ կանեն խորքային պետության, այսպես ասած, ղեկավարները, չգիտեմ այդ որն է, բայց կա տես մի բան, կամ գլոբալիստները, դա արդեն լուրջ, շատ լուրջ պայքարի հարց է եւ տեսեք քանի են Տրամպի գաղափարակիցներին, որ սպանեցին ելույթի ժամանակ, իր վրա կրակոցները, այսօր այդ տեսակ դատական գործերը, այդ բոլորը շատ լուրջ է եւ դեռ այդ զարգացումները գնում է եւ Ուկրաինան էլ դեռ պրոցեսի մեջ է, այստեղ միակ բանն է, որ Ուկրաինան ինքը իրան կսկսի արդեն այն պահին է, որ ինքը իրան կսկսի փլուզվել։